Ողջույն սիրելի հայրենակիցներ, նոր ու հետաքրքիր տեսարժան վայրերի, հնամենի հուշարձանների և պատմական կոթողների որոնումներով ձեզ հետ է պատմության վկաները հեռուստանախագիծը։ Աշխարհագրական առումով Կիլիկիան բաժանվում էր երկու հատվածի՝ լեռնային և դաշտային կամ ծովային։ Կիլիկիո առաջին արքաները պետության հիմքերը դրեցին լեռնային հատվածում, իսկ Թորոս առաջին արքան, շարունակելով Ռուբեն Պապի և հոր գործը, սելջուկների և բյուզանդացիների դեմ մի քանի տարի պայքարից հետո ազատագրեց նաև դաշտային Կիլիկիայի զգալի մասը, այդ թվում Սիս և Անարզաբա քաղաքները։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է երբեմնի ծովային տերություն Կիլիկիային, և հաղորդման առաջին հատվածում մենք կուղևորվենք նրա փառաբանված մայրաքաղաք Սիս։ Այս տարածաշրջանը միջերկրական ծովի արևելյան հողերի ամենագեղատեսիլ անկյուններից մեկն է, և բարձրադիր տեղանքից շրջակայքը դիտելիս հասկանալի է դառնում, թե ինչու են հին կիլիկիացիներն իրենց մայրաքաղաքի համար ընտրել հենց այս տարածքը։ Բնությունն այստեղ շռայլ է ու գեղեցիկ, իսկ անտառապատ սարերն ու նրանց ստորոտում սփռված երկնագույն լճակները տեղացիներին ձկնորսության և առատ որսի հնարավորություն են տվել։ Բնակավայրը, որ այսօր կրում է Կոզան անունը, եղել է պատմական Կիլիկիայի փառաբանված մայրաքաղաքը՝ Սիսը։ Ժամանակին այն կառուցվել է հելենիստական Ֆլավիոպոլիս քաղաքի տեղում։ Միջնադարյան բոլոր քաղաքների պես Սիսը նույնպես ձևավորվել է հին ամրոցի շրջակայքում։ Ամենայն հավանականությամբ խոսքն ասորական հին բերդի մասին է, որտեղ ամրացած են եղել հռոմեացիները։ Սիս անունը սեմական ծագում ունի և արամեերենում նշանակում է քահանա, կրոնավորների բնակատեղի։ Հնագույն ժամանակներում Սիսը ենթարկվում էր Հռոմին, ապա Բյուզանդիային։ 8-րդ դարի սկզբներին Սիսը նվաճել են արաբները։ Այդ ժամանակաշրջանի մասին գրող արաբ հեղինակները վկայում են, որ Սիսի բնակչության մեծ մասը հայեր էին։ Սիսը Կիլիկիան հայկական Ռուբինյան իշխանության կենտրոնն էր, իսկ Լևոն II-ի ժամանակ հայոց թագավորության մայրաքաղաքը։ Այս ժամանակ քաղաքը շրջապատվեց ամրակուր պարիսպներով, կառուցվեցին արքունի պալատը, կրոնական ու հասարակական շենքերը։ Սիսը ավելի գեղեցկացավ ու կառուցապատվեց Հեթում առաջինի թագավորության տարիներին։ Այս ամենը պաշտպանված էր 44 աշտարակներով զինված 3 կիլոմետր երկարությամբ անառիկ պարսպով, որի շրջակայքը զոր ու գիշեր բերդականների աչալուրջ հսկողության տակ էր։ Սիսի բերդն անհամաչափ կառուցվածք ունի։ Այն կազմված է տարբեր հարթությունների վրա գտնվող 7 առանձին հատվածներից, որոնք սակայն միմյանց հետ կապված են եղել բազմաթիվ ներքին դարպասներով ու ստորգետնյա գաղտնուղիներով։ Դա հնարավորություն է տվել պաշարման ժամանակ բերդի կայազորն անմիջապես կենտրոնացնել այն մասում, որտեղ թշնամին ուժեղացրել է ճնշումը։ Ռազմարվեստի և տնտեսության զարգացման հետ Սիսում ծաղկում էին նաև գիտությունն ու մշակույթը։ 1441 թվականին կաթողիկոսությունը Էջմիածին տեղափոխելուց հետո Սիսը մնաց որպես Կիլիկիայի հայոց կաթողիկոսի նստավայր։ Հայոց կաթողիկոսարանին կից գործել է Ներսես Լամբրոնացու անվան միջնադարյան հայտնի համալսարանը, որտեղ կատարելագործվել են Մխիթար Գոշը,
Կիրակոս Կանձակեցին և Հովանես Սորբելյանը։ Այս դարաշրջանում Կիլիկիան ուներ իր սեփական դրամական միավորը, իսկ Կոնստանտին II-ի օրոք հատվել է նաև ոսկե շքադրամ, Սսոբերթն է թագավոր մակագրությամբ։ Հասարակական բարեգործական հաստատություններից հայտնի էր Սիսի հիվանդանոցը, որը հիմնվել է Զաբել Թագուհու նախաձեռնությամբ 1241 թվականին։ Ինքը Թագուհին հիվանդանոցի առաջին գթական քույրերից էր։ Սակայն բոլոր կողմերից մահմեդականներով շրջապատված, Սիսը, ինչպես և ողջ Կիլիկիան, չէր կարող երկար դիմակայել, և մշտական ոտնձգություններից ուշասպառ, ի վերջո ստիպված էր տեղի տալ։ Հռոմի պապ Գրիգոր 13-րդը նշել է. «Բոլոր ժողովուրդների մեջ պետք է նշել հատկապես հայերի ցույց տված օգնությունը քրիստոնյա եկեղեցուն, թե ինչպես այն ժամանակներում, երբ քրիստոնյա իշխանները գնում էին ետ գրավելու Սուրբ Երկիրը, ոչ մի ժողովուրդ, ինչպես հայերը, չէին օգնում քրիստոնյաներին։ Նրանք ապահովում էին խաչակիրներին ձիերով, ուտելիքով և ուղեկցում անծանոթ վայրերով։ Հայերը աջակցում էին այդ զինվորներին մեծագույն քաջությամբ և հավատարմությամբ սուրբ պատերազմների ընթացքում»։ Բնակիչները մեծ թե փոքր, ինքը տղամարդ, հերոսաբար դրվում էին թշնամու հրոսակների դեմ, բայց քաղաքը փրկել չկարողացան։ 1375 թվականի գարնանը Սիսը գրավվեց թշնամու կողմից, կողոպտվեց և ավերվեց։ Եգիպտական սուլթանության զորքերը ավերում և հրկիզում են տերության հոգևոր կենտրոնը՝ Սուրբ Սոֆիա Մայր տաճարը, որից հետո աստիճանաբար սկսվում է Կիլիկիայի հայկական պետության անկումը։ Տասներեքերորդ դարում, քանի դեռ Կիլիկիայի հայկական թագավորությունը ուժեղ և հզոր էր, օտար նվաճողների արշավանքների և երկրաշարժերի հետևանքով քաղաքում տեղի ունեցած ավերածությունները արագորեն վերականգնվում էին։ 14-րդ դարում, սակայն, քաղաքական իրադրությունը բարդանում է և Կիլիկիայի հայկական թագավորությունը չի կարողանում դիմակայել Եգիպտոսի սուլթանության հզոր ուժերին։ Կիլիկիայի հայկական թագավորությունը վերջին քրիստոնյա պետությունն էր ողջ մահմեդական մերձավոր արևելքում, և խաչակիրները այն անվանում էին քրիստոնյա կղզի մահմեդական ծովում։ Այս հազարամյա մետաղադրամները հայտնաբերվել են հելենիզմի դարաշրջանի Հելիանապոլիս քաղաքից, որը Անարզաբա անունով ծաղկում էր Կիլիկիայի հայկական պետության ժամանակահատվածում։ Անարզաբան գաղտնիքներ շատ ունի, ամեն ինչ պետք է տեսնել տեղում, և մենք ունենք այդ հնարավորությունը։ Գնացինք Անարզաբա։
Պատմական Կիլիկիայի հողերում կատարած նկարահանումները մեզ հասցրեցին Անարզաբա։ Բարձր սարահարթի վրա մինչ օրս բազմած երբեմն միայն հզոր վերթաքաղաքը, որ ամենանշանավորն է այս վայրերում։ Հռոմեական տիրապետության դարաշրջանում քաղաքն ի պատիվ Օգոստոս Կայսեր կոչվել է Կեսարիա Անարզաբան, իսկ ավելի ուշ նաև Հուստինիանապոլիս, Հուստինիանոս Կայսեր անունով։ Արաբերենից Անարզաբա թարգմանաբար նշանակում է «դեղին աղբյուր»։ Մեզ հանդիպած առաջին բնակիչները վաղուց էին ապրում Սարի ստորոտում գտնվող փոքրիկ գյուղակում, քաջացանոթ էին տեղանքին և արդեն մի քանի տարի ինքնակամ ստանձնել էին հնավայրի պահապանների դերը։ I am from Armenian. Turkmenistan? Yes. Yes. Show me a way. This is a way to help. Merduhan, Sitep. Merduhan. Bastama. Տարեցկուրդը ցույց տվեց դեպի բարձունքը տանող կածանը և հուշեց, որ բերդ ենք մտնելու իր լեզվով ասած նարդվանով։ Բարգավաճ ու արագորեն զարգացող բնակավայր լինելով, Անարզաբան միշտ ցանկալի է եղել նվաճողներին։ Այդ պատճառով ավելի քան Կիլիկիայի մյուս բնակավայրերը տևական մի ժամանակահատված կռվախնձոր էր դարձել արաբների և հույների միջև։ «1104 թվականին հայոց Ռուբինյան Թորոս առաջին իշխանը գրավեց Անարզաբան, վերջ դնելով նվաճողների ոտնձգություններին։ Քաղաքն արագորեն վերաշինվեց, իսկ Լևոն Մեծագործ արքան հետագայում ամրացրեց ու հզորացրեց ամրոցը։ Հիսունվեց ամուր աշտարակներով գոտևորված 10 մետրանոց պարիսպները գործնականում անհաղթահարելի էին և քաղաքի խաղաղ գոյակցության ամենակարևոր գրավականը։ Ցավոք, պատմության բազմաթիվ արհավիրքների միջով անցած և 20-րդ դար հասած հուշարձանը չկարողացավ դիմանալ բնական արհավիրքին և 1945 թվականին վերջնականապես խոնարհվեց ավերիչ երկրաշարժից։ Այսօր Անարզաբայի ասպետական անցյալի մասին բոլորը չէ որ գիտեն։ Այն պարզապես Ադանայի նահանգի հանրահայտ տեսարժան վայրերից մեկն է։ Հետաքրքիր է, որ Միջնաբերդի մեծ աշտարակի հայերեն արձանագրության մեջ հիշատակվում է Լևոն II-ի անունը, սակայն որպես այն կառուցող հիշատակվում է Թորոս առաջինը։ Շրջակայքն ուսումնասիրելիս թվում է, թե հին ճարտարապետները բերդը կառուցել են հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները։ Այդպիսի տպավորության պատճառը հավանաբար պաշտպանական կառույցի կատարյալ ներդաշնակությունն է շրջակայքի գեղեցիկ բնապատկերների հետ։ Այս ամենը տեսնելով համոզվում ես, որ այն դաժան ժամանակներում մարդիկ շատ ավելի են կարևորել բնության գեղեցկությունը, քան մեր քաղաքակիրթ դարում։ Հին օրերի մասին այս մտորումները միանգամից ցրվում են, երբ հասկանում ես, որ Անարզաբան այսօր ընդամենը արոտավայր է տեղացի խաշնարածների համար։ Միջնաբերդի շինարարությունն ավարտելուց հետո Թորոս արքան այնտեղ կառուցել է Սուրբ Գևորգ և Սուրբ Թեոդորոս զորաբարած եկեղեցիները։ Սրբավայրերը շարունակել են հայ կրթական ավանդույթները և հռչակված են եղել որպես կրթության կենտրոններ։ Ամրոցի եկեղեցու տեղ-տեղ կանգուն հատվածներում հիմա էլ կարելի է տեսնել հրաշքով պահպանված միջնադարյան որմնանկարչության
և հայկական վիմագրության հետքեր։ Այդ վկայությունները այսօր էլ ապացուցում են, որ այս բերդի և եկեղեցու իսկական տերերը բնավ էլ խաշնարածներ չեն եղել։ Բերդի բարձունքից բացվում է Զմայլելի մի տեսարան։ Շուրջը աչք որքան կտրի կանաչ հարթավայր է, և միակ բարձունքի վրա հպարտ ու տիրական բազմած է անարզաբան։ «1937 թվականին բյուզանդական Կոմենսոս կայսեր բանակը Սելջուկ թուրքերի հետ դաշնակցած ներխուժեց Կիլիկիա։ Այստեղ Անազարբա բերդում Լևոն իշխանը ամրանում է զորքով և 35 օր հերոսաբար դիմադրում թշնամու գրողներին։ Անհավասար պայքարից հետո Լևոն առաջին արքան իր որդիների Ռուբենի և Թորոսի հետ գերեվարվում են Կոստանդնուպոլիս։ Լևոն առաջինն ու Ռուբենը գերության մեջ մահանում են, սակայն արքայազն Թորոսը 7 տարի անց ազատվելով գերությունից վերականգնում է հոր թողած ժառանգությունը և ազատագրում նաև Անարզաբան։ Արքան էլ ավելի է շենացնում բերդը, կառուցում նոր ամրություններ և այն դարձնում Ռուբինյանց թագավորական տոհմի աթոռանիստը։ Եկեղեցու համեմատ բերդական շինություններն ավելի քիչ են տուժել, չնայած արյունալի պատերազմներին ու ավերիչ երկրաշարժին։ Որոշ հատվածներում դեղին կրաքարով շարված պատերն ու կամարակապ միջանցքները պահպանվել են նախնական թարմությամբ, երբեմն նույնիսկ զարդանախշերով ու խորհրդանշական քանդակներով։ Դեռևս հռոմեական կայսրության ժամանակաշրջանում Անարզաբան գիտության և մտքի խոշոր կենտրոն էր։ Այնուհետև, երբ միջերկրականի ափը որոշ ժամանակ արքայից արքա Տիգրան Մեծի տիրապետության տակ էր, քաղաքը ենթակա էր հայոց տիրակալին։ Հին հռոմեական Հուստինիանապոլիս քաղաքը սփռված է եղել լեռան ստորոտից, բոլոր ուղղություններով ձգվող հսկայական հարթավայրում։ Տեղանքում դեռևս հանդիպում են շինությունների մնացորդներ, որոնք արդեն դժվար է պատկերացնել, թե ինչ նպատակի են ծառայել։ Հելենիստական բնակավայրի տեղում կառուցված քրդական այս փոքրիկ գյուղում հռոմեական դարաշրջանի մի իսկական թանգարան է գոյացել, որի նմուշները ժամանակի ընթացքում պեղել են բնակիչները։ Մեզ պատմեցին, որ գյուղացիներից մեկը մոտ 40 տարի առաջ իր այգին մշակելու ժամանակ հռոմեական բաղնիք է հայտնաբերել։ Շտապեցինք տեսնել։ Հնեաբանի որդին, որ այսօր տնօրինում է այս ամենը, մեզ վստահեցրեց, թե հնադարյան շոգեբաղնիքի լավ պահպանված խճանկարը պատկերում է ծովերի տիրակալ Պոսեյդոնին։
Եթե դա իրոք այդպես է, մնում է պատկերացնել, թե իրականում պատմական ինչ գանձ է սա եւ ուր են հասնում նրա արմատները։ From different pieces of color stones. Yes. This is not color. Not color. Not color. Rock color. Rock color. It's a Poseidon. Yes, it's a Poseidon. It's Poseidon. And two angels. Yeah, and the two sides of the Poseidon. It's a using. Պարզվեց, որ անակնկալը երկու մասից է բաղկացած։ Այգու մեջ քիչ հեռվում երկրորդ բաղնիքն էր, զարդարված ձկներ պատկերող խճանկար հատակով։ Այստեղ մեր պատմական կարճ էքսկուրսիան ավարտվեց խորհրդանշական հյուրասիրությամբ։ Տանտիրոջ դուստրը մեզ հաց բերեց անմիջապես թոնրից, ձեռքերն այրելու չափ թարմ։ Հին կիլիկյո բերդերը միայն հուշարձաններ չեն։ Դրանք բոլոր տարածաշրջաններում ամուր պատվարներ են եղել, պաշտպանելով դարերի ստեղծած մշակութային արժեքները։ Հնագույն կոթողները մեր ինքնությունն են, մեր պատմության ամենաճշմարիտ վկաները։ Նրանք ամենուր են եւ բոլորն էլ արժանի ուշադրության։ Ուրեմն, մինչ նոր վկայություններ։